Ապրիլի 7-ին Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցում բացվել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության, Ծաղկազարդին, մայրության եւ գեղեցկության տոներին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված էին արվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկա էին դպրոցի սաների ծնողները, Սևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու աշխատակիցներ, արվեստի դպրոցի ուսուցիչներ, հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների սաներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ։ Երեխաների աշխատանքները ցուցասրահը լցրել են ջերմությամբ եւ վառ գույներով։ Մեր ուսուցիչները իրենց ջանասիրաբար աշխատասիրությամբ կարողացել են երեխաներին սովորեցնել ոչ միայն նկարել, այլ նաեւ զգալ բնության զարթոնքը, ստեղծագործաբար մոտենալ աշխատանքներին։ Երեխաները ոչ միայն սովորել են զբաղվել ձեռագործությամբ, այլ նաեւ աշխարհը ավելի գեղեցիկ ու վառ գույներով են ընկալում, կարողացել են նկարել։ Եվ նաեւ առիթից օգտվեմ, շնորհավորում եմ մայրության եւ գեղեցկության տոնը։ Մեր մայրերը այն հենասյուներն են, որոնք կրթում ու դաստիարակում են մի ողջ սերունդ եւ ցանկանում եմ նրանց առողջություն, սեր, երջանկություն եւ թող իրենց բարությամբ եւ գեղեցկությամբ ավելի գեղեցկացնեն աշխարհը։ Առանցքում ավանդական ու ծիսական տոների խորհուրդներ ու խորհրդանշող պատկերները, որոնք դարձել էին արվեստի ինքնատիպ աշխատանքներ ու ցուցանմուշներ երեխաների ձեռքով։ Երեխաներից ոչ պակաս ոգևորված էին նաև ծնողները, տեսնելով եւ հիանալով իրենց երեխաների աշխատանքի արդյունքը։ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցում սովորում են շուրջ 350 աշակերտներ եւ այդ թիվը գնալով ավելանալու միտում ունի։ Արվեստի դպրոցում գործում են ասեղնագործության, դիզայնի, թատրոնի, նկարչության, կիրառական զարդարվեստի, գեղարվեստական մոդելավորման, մաքրամեի, հելունագործության, գոբելենի եւ այլ խմբակներ։ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցում Սուրբ Զատկին, Ծաղկազարդին ու մայրության տոներին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 14-ը։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։